Բարև ձեզ սիրելի բարեկամներ, դուք դիտում եք Ամենպլյուսի Պոստսկրիպտում հաղորդաշարը եւ այսօր իմ զրուցակիցն է մարտի 1-ի գործով փաստահավաք խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանը, շնորհակալություն պարոն Քոչարյան։ Մարտի 1-ը այս անգամ համընկավ նախընտրական քարոզչության հետ եւ այսօր Մյասնիկյանի արձանի մոտ գնում են բոլորը 9 կուսակցությունների ներկայացուցիչները, հա, դաշինքների, ոստիկանությունը, չգիտեմ, իշխանությունը, հայտարարությունները բոլորը անում են, այսինքն դա կարծես թե դարձավ քաղաքական ինչ-որ process-ի մի մաս։ Այո, դա դարձավ այդպեսին, սկսած 12 կամ 13 թվականի սկսած, երբ որ ընդդիմադիր դաշտը թուլացավ եւ այն process-ները, որ տանում էին բացահայտմանը միտված գործողությունների տեսքով, դրանք կամաց մարեցին եւ այսօր մարտի 1-ը հիշվում է փետրվարի 28-ին, 4 տարին մեկ գուցե 29-ին եւ ում մարտի 1-ի օրը ծաղիկներ են դնում եւ բոլորը ցանկանում են որպեսզի մարտի 1-ը բացահայտվի, բայց հասցեատիրոջը մոռացել են, թե այդ բացահայտումը ով պետք է իրականացներ, որը չարեց մինչեւ հիմա, խոստումներից այն կողմ չանցան։ Նրանց բոլոր այդ հավաստիացումները։ Դա մի հարված էր մեր պետությանը, չէ, մեր քաղաքացիներին, բայց քաղաքացիները, որոնք չեն մասնակցում այս process-ներին, չէ, նախընտրական եւ այլն։ Սովորական քաղաքացիները, որոնք դեմ են, որ մարդկանց սպանեն փողոցում։ Այդ քաղաքացիները չեն գնում Մյասնիկյանի արձանի մոտ։ Այդ քաղաքացիները Մյասնիկյանի արձանի մոտ էին 2008 թվականին։ Ըստ էության մեր հասարակության ակտիվ մասը ինքը զգաց մարտի 1-ի ինչ է եւ իր պայքարը տանում էր մինչեւ այն պահը, որովհետեւ այդ բացահայտումը պարտադրեր իշխանություններին։ Վերջինաշով նրանց ակտիվ մասնակցության շնորհիվ էր, որ ստեղծվեց Նիկոյանի հանձնաժողով ազգային ժողովում, ստեղծվեց նաեւ փաստահավաք խումբը, որին տրվեց որոշակի լիազորություններ դա իրականացնելու։ Ամեն դեպքում դա թե ներքին, ուրեմն պայքարի արդյունքում էր, թե արտաքին ճնշումների, իսկ ներքին եւ արտաքին այդ գործընթացները շատ դեպքերում համընկնում էին եւ իշխանությունները այդ ժամանակ ի վիճակի չէին դիմակայեին այդպիսի ճնշումներին եւ որոշակի զիջումների գնում էին։ Իմ կարծիքով պետք էր այդ ճնշումները ավելացնել, ընդդիմադիր դաշտը ուժեղացնել, պայքարը ուժեղացնել եւ դրա արդյունքում մենք անպայման կունենայինք արդյունք։ Եթե դա էլ չէր ստացվում, իշխանությունները անդադ, այսպես ասած, շուստրություն էին անում, հավաստիացումներ տալիս էին եւ երեկոյան իրենց մոտ խորհրդակցությունները, որոնք ասում են գուցե փակ ֆորմատով, զգուշացնում էին, որ այս կողմից այսքանից ավել հանկարծ որևէ մեկը չփորձի անցնել։ Ես կարծում եմ այդպես էր, որտեղ փաստավակ խմբի աշխատանքի ժամանակ ես շատ լավ զգում էի անընդհատ եւ որ մարդկանց կանչում էինք լսելու, նրանք պատրաստված էին գալ, նշանակում է նաեւ գործում էր քննչական մարմիններին կից մեկ այլ մարմին, որը պատրաստում էր որոշակի մեր մոտ հրավիրված մարդկանց, որպեսզի նրանք հանկարծ սխալներ թույլ չտան, բայց մեկ է կյանքը ցույց տվեց, որ նրանք փակ սենյակում այդքան էլ չէին կարողանում շարժվել իրենց պատրաստած ինստրուկցիայի կանոններին համապատասխան։ Հիմա ովքեր կարող են օգտվել, այսինքն իրավապահները պետք է օգտվեն ձեր հավաքած ուրեմն փաստերից։ Նախ շատ կարևոր է, որ մենք ունենք հավաքած փաստեր։ Դրանք զեկույցների տեսքով արդեն ներկայացված է հանրությանը, դրանք արդեն արձանագրված են, այդ նյութերի լեգիտիմությունը որևէ մեկը չի կասկածում, դա հենց խոսում է այդ զեկույցների արժեքավոր լինելու մասին։ Թե իշխանությունները կասկածի տակ չկարողացան դնել այնտեղ ներառած փաստերը, թե իրավապահ մարմինները այդպես էլ հոդաբաշխ որևէ հակափաստարկներ չկարողացան դնել այս զեկույցների մեջ ներառված փաստերի կողքը։ Եվ ես կարծում եմ, որ նրա արժեքավորությունը հենց դա է, որ շուտ թե ուշ այնուամենայնիվ մեր երկրում ինչ որ առողջացում պետք է լինի։ Այդ առողջացման շրջանակներում էլ մեր դատաիրավական համակարգը իր ուրույն ֆունկցիոնալ տեսքը կստանա եւ այնտեղ անպայման այսօրվա իրավաբանականը ես միշտ ասել եմ, գուցե մի ուսանող, որը վաղը կլինի մեր երկրի, ասենք թե քննիչ, դատախազ, ինքը կանդրադառնա կներառի նաեւ այդ փաստերը եւ ինչ որ արդյունքներ ցույց կտա։ Իսկ որ մարտի 1-ը պետք է բացահայտել, մեր պետականության համար կարևոր բաներից մեկն է եւ դա ցույց է տալի ամեն տարի, թեկուզ մարտի 1-ի նկատմամբ քաղաքական նրա ուշադրության կենտրոնում հայտնվելը։ Դուք խոսում եք, այսինքն գրված էր այդ զեկույցներում բանակի մասնակցության մասին եւ Միքայել Հարությունյանի հայտնի հրամանագրի եւ այլն դրա մասին։ Հիմա երբ որ դրա մասին հիշեցնեք, կստացվի, որ դուք ջուր եք լցնում իշխանության դրացին, որովհետեւ պաշտպանության նախարարը այն ժամանակվա հիմա անդիմադիր է։ Չէ, ես ջուր չեմ լցրել։ Եվ ես ասեմ, բանակի ներգրավման զեկույցը
շատ արժեքավոր զեկույց է, որովհետև նա իր մեջ ունի կոնկրետ փաստաթուղթ, որը հայտնվեց փաստավակ խմբի ձեռքում, եւ այդ փաստաթուղթը 0038 հրամանն է, լույս է սփռում այդ ժամանակվա շատ բանակի մասնակցության մասին, հա, եւ կարծում եմ, որ պետք է չխուսափել, եթե ունեցել է բանակը որոշակի ներգրավվածություն, դրա մասին պետք է խոսել։ Առավել եւս, երբ որ զեկույցում մանրամասն նշված են, թե Միքայել Հարությունյանի հակասահմանադրական որոշման իրավական էության մասին բացատրված է, թե դրա շրջանակներում նաև այն փաստերը, որ փաստավակ խումբը հավաքեց բանակային ստորաբաժանումների ներկայացվածությունը, թե ֆոտո նյութերի, թե վիդեո նյութերի, հա, թե առանձին զորամասերի, ուրեմն հրամանատարներին լսելով որոշակի ինչ հասցրեցինք։ Եվ ստացվեց այն զեկույցը, որը որևէ քաղաքական դրդապատճառ չի ունեցել եւ որևէ շահարկման նպատակներ չի ունեցել։ Այսօր այդ զեկույցը փորձում են ամեն մեկը յուրովե օգտագործի բանակի դեմ։ Ես ձեզ ասեմ, որ եւ շատ դեպքերում շատ սխալ են օգտագործում, որովհետեւ այսօր նժար ամբողջությամբ ուղղել են, չգիտես ինչի Սերյան Օհանյանի վրա, որը եղել է գլխավոր շտաբի պետը, բայց Սերյան Օհանյանը չի, որ կայացրել է 0038 հրամանը։ 0038 հրամանի հետևում կանգնած է առաջին հերթին Միքայել Հարությունյանը եւ դրանից եւ նա այդ պարտադրանքը ստացել է Ռոբերտ Քոչարյանից փետրվարի 23-ին իր մոտ անցկացրած խորհրդակցության արդյունքում։ Զեկույցում մանրամասն այդ բոլորը նշված է, բայց քանի որ Սերյան Օհանյանն է ընդգրկված քաղաքական գործընթացների մեջ, բոլորը մոռացել են Միքայել Հարությունյանի հակասահմանադրական գործունեության մասին եւ ամբողջությամբ կենտրոնացել են Սերյան Օհանյան անձի ուրեմն վրա եւ ես կարծում եմ, որ ճիշտ կլինի, որպեսզի շեշտադրումները ճիշտ լինեն։ Առաջին հերթին պետք է բացառել ընդհանրապես բանակի ներգրավվածությունը ներքին քաղաքական զարգացումների մեջ։ Ես միշտ ասել եմ, որ բանակը ներքին թշնամի Հայաստանում եւ ընդհանրապես չի կարող ունենալ։ Բանակը ունի միայն արտաքին թշնամի եւ բանակը պետք է կենտրոնացնել միայն իր ֆունկցիոնալ այդ խնդիրը լուծելու համար։ Եվ դրանով էլ ինքը պետք է իր չեզոքությունը պահելով պետք է մնար մեր երկրի անվտանգության համար 1 երաշխավորը։ Դուք վիճարկում եք նաև Քոչարյանի հրամանագիրը հատուկ դրություն մտցնելու վերաբերյալ, հա։ Այդ հրամանագիր, այդ հատուկ դրությունը այն ժամանակ, այսպես դոշտված արտակարգ դրություն, ներեցեք, արտակարգ դրությունը դոշ տված պաշտպանողները այսօր ասում են, որ պետք է բացահայտել ուրեմն մարտի 1-ի հանցագործությունը, որ այդ գործողության իրավական պաշտպանը պարլամենտում այն ժամանակվա ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանին ոչ մեկը չի հիշում, չէ՞ որ այդ Քոչարյանի պարտադրած արտակարգ դրության մասին որոշումը ազգային ժողովը հաստատել էր եւ դրա ջատագովները հենց ազգային ժողովում Տիգրան Թորոսյանի գլխավորությամբ արեցին այդ գործողությունը եւ տվեցին այդ հնարավորությունը, որպեսզի բանակը մտցնեն քաղաք։ Այսինքն այն ժամանակ միայն Տիգրան Թորոսյանը չէր, չէ՞, ինքը միայնակ չէր կարող։ Ազգային ժողովն, որտեղ կար ՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ եւ այլն։ Իրենց գործընկերներին անձեռնախելությունից զրկեցին եւ հետագայում նաեւ մոռացան, որ իրենք էլ մասնակից են եղել այդ անօրինական բազմաթիվ գործողությունների։ Եթե իրենք չանեին դա, բնականաբար բանակի թեմա չէր լինի եւ բանակը գոնե մաքուր կպահի։ Այսինքն եթե արտակարգ դրություն չմտցնեին, որ հակասահմանադրական էր, որտեղ այն ժամանակվա սահմանադրությունը այդ հնարավորությունը չէր տալի։ Քոչարյանը որպեսզի բանակը ներգրավեր արտակարգ դրության պայմաններում, առաջին հերթին պետք է հայտարարեր ռազմական դրություն։ Իսկ այդպիսի դրություն ինքը չէր կարող հայտարարել։ Եվ այդ ժամանակ նաև 20 օրով, գուցե ես շատ մանր հարց եմ տալիս, 20 օրով դադարեցվել է ուրեմն նորմալ լրատվամիջոցների աշխատանքը, գուցե, չգիտեմ, շատ իմ մաշկին մոտիկ հարց եմ տալիս։ Դրա վերաբերյալ կարծես թե չի խոսվում, որ ապօրինի ձևով ուրեմն դադարեցվել էին լրատվամիջոցների գործողությունը։ Դուք էլ հարմարվեցիք։ Լրատվամիջոցների ղեկավարները իրենք պետք է մինչև հիմա բողոքարկեին այդ ապօրինի որոշումները, որպեսզի հետագայում էլ ոչ մեկը չունենար այդ գայթակղությունը, ինչ ուզեր աներ։ Քոչարյանը հայտնի էր նաև իր կառավարման տարիներին, որ ինքը սահմանադրությանը չէր վերաբերում որպես իրեն սահմանների մեջ պահող իրավական փաստաթուղթ։ Ինքը ասում էր սահմանությունից վերև կարամ նաև ես լինեմ եւ ինքը այդպես էլ առաջնորդվել էր։ Եվ դրա հետևանքները տեսանք եւ դրա հետևանքները քաղում ենք մինչև հիմա։
Բանակի մասին, հա, ընդհանրապես եւ ապրիլյան պատերազմից հետո ես ուզում եմ ձեզ հարցնել եւ որպես նախկին փոխնախարար պաշտպանության եւ որպես Մերգելյանի աշխատակից, հա, դա սովետական շրջանում, այսինքն տեխնիկական հագեցվածությունը ապրիլի 2-ից հետո բանակի լավացվեց թե չէ։ Ես կարծում եմ ինչ որ բան լավացվեց, բայց այդ լավացվածությունը պետք է լիներ մինչև ապրիլի 2-ը եւ անընդհատ ամեն օր բանակը պետք է որպես մշտական իր արժեվ դրած խնդիրների էֆեկտիվությունը բարձրացնող հանգույց պետք է անընդհատ լավացներ իր ձեռքի տակ եղած հնարավորությունները։ Հիմա ինչ որ բաներ անում են, բայց դա պետք է չլինի այսպես հիբրիդային բնույթ կրի, դեպքից դեպք։ Դա պետք է լինի մշտական գործընթաց, թե տեխնիկական միջոցների ավելացման, թե հիմա սիրում են, չէ՞, ասեն ազգ բանակ, բայց մենք տեխնիկական միջոցների շատ ավելի ցածր հնարավորություններով ազգ բանակ խնդիր լուծել է մեր երկիրը, երբ որ եղել է պետության մեջ համախմբվածություն։ Եվ դրա արդյունքում էր, որ մենք ունեցանք այնպիսի հաղթանակներ, որոնք այսօր ապահովեցին մեր սահմանային գոտիների անձեռնմխելիությունը, եւ այսօր էլ դրանք շատ ամուր հենակետեր են։ Ուրիշ բան, որ այդ հենակետերի պաշտպանության համար այսօր մի քիչ այլ բնույթի գործողություններ են պետք եւ առաջին հերթին իրոք 18 տարեկան զինվորներին պետք է փոխարինվեն պայմանագրային զորամասերի ավելացման շնորհիվ եւ այդ զորամասերը որպես հետ քաշվելով նրանք պետք է պատրաստվեն որպես պատժիչ գործողությունների հնարավորություն ունեցող ավելի ուժեղ զորամիավորումներ, որը արդեն այլ ռեսուրսներ է պահանջում եւ այլ խնդիր եւ պետության մեջ այդ ռեսուրսների հայթայթման համար որոշակի համախմբվածության խնդիր պետք է լուծվի։ Ես խնդրում եմ ձեր վերաբերմունքը նախ ազգ բանակ ուրեմն գաղափարին եւ երկրորդ ընդհանրապես պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու գաղափարին։ Պրոֆեսիոնալ բանակը դա այն ճանապարհը պետք է լինի, որ մենք պետք է ձգտենք։ Ազգ բանակը, ել եմ ասում, մենք ունեցել ենք 90-ականներին եւ դա բերել է 94-ի զինադադարի, որովհետեւ երբ որ Վազգեն Սարգսյանը ասում էր ինձ 500 մահապարտ է պետք, ինքը կարողացավ ունենալ, Ադրբեջանը այդ մահապարտները չունեցավ։ Ինչի արդյունքում էին մարդիկ հավատում իրենց պաշտպանության նախարարին եւ գալիս էին պատրաստ էին լուծել ինչ որ խնդիր, որովհետեւ այդտեղ որևէ տարակարծություն պետության ներսում, ասենք պաշտպանության կամ Արցախի պաշտպանության հարցում գոյություն չուներ եւ մարդիկ գալիս էին եւ իրենց կյանքն էին դնում, իսկ այն երկիրը, որը ունի այդպիսի մարդկանց այդպիսի մահվան պատրաստ կոնտինգենտ, նա բնականաբար պատերազմում կհաղթեր եւ մենք հաղթեցինք։ Մենք չունենք այդ կոնտինգենտը։ 18 տարեկանները, որոնք կանգնած էին ապրիլի 2-ին, նրանք պատրաստ չէին, պատրաստ էին։ Նրանք պատրաստ էին եւ կռվեցին, բայց նրանք ինքնակամ չէին եկել, նրանք զորակոչվել էին։ Իսկ այն ժամանակ կամավորականների մի հսկա կամավորականների հենքի վրա է մեր բանակը ստեղծվել։ Այսինքն աշխարհազորը, որը ցանկացած պատերազմի ամենակարևոր ռեսուրսն է։ Զորակոչը որպես այդպեսին ինքը պետք է լրացնի այդ առաջին գծում կանգնած եւ վերջին հաշվով մենք ունենք այսօր դեմոգրաֆիական խնդիրներ եւ 18 տարեկան երեխան երբ որ մենք կորցնում ենք նրա տեղը նրա ծնողները չեն կարող էլի երեխաներ ունենալ եւ մենք այդտեղ կորցնում ենք արական սեռի այն կարևոր բաղադրիչը, որը պետք է լուծեր դեմոգրաֆիական խնդիրները մեր երկրի ներսում։ Երբ որ ասում է պրոֆեսիոնալ բանակ, բնականաբար եւ առաջ եւ հիմա ասում է բա որտեղից փող։ Դա արդեն գիտեք ինչ, այդ հարցը պետք է երբեք չտալ, որտեղից փողի պատասխանը պետության խնդիրն է, ինքը պետք է հայթայթի այդ փողը, պետք է գտնի, բայց եթե լուծեն այն խնդիրները, որ ամրացնում են երկրի ներսում մեր պետականության հենքերը, բնականաբար այդ փողն էլ կհայտնվի, երբ որ ասում են, որ նաև Սփյուռքը մեծ ռեսուրս է մեր համար, պետք է ցույց տան, որ Սփյուռքի ներուժը ընդհանրապես մենք ոնց ենք պատկերացնում։ Եթե պատկերացնում ենք տարբեր մարդկանց համար առանձնատներ կառուցելու որպես միջոց, ինչպես Իշխան-Զաքարյանի տունը, հա, բնականաբար այդ միջոցները դու երբեք չես գտնի։ Օպերայի շրջակայքում շատ է գրվել, որ այդ տարածքը Խաչատրյան Գագիկը, որ հիմա գետնի տակն է, հա, կառուցապատում, դե պատկերացրեք այդքան միջոց, եթե դրվում էր մեր առաջնագծի որպես ինժեներական կառույցները, այսինքն կառուցելու համար այդ միջոցները դրվել առաջնագծում։ Բնականաբար այդ անվադողերի փոխարեն մեր երեխաները շատ ավելի պաշտպանված կլինեին եւ այնտեղ ամեն մի պատահական կրակոցը
նշանառու կրակոց չէր հասնի մեր զինվորին եւ ամիսը 1-2-3 զոհ չենք տա։ Եվ կարծում եմ, որ այդ միջոցները պետք է փնտրել եւ երկրի ներսում, եւ տնտեսության մեջ, եւ տնտեսության առողջացման մեջ, եւ Սփյուռքում, այնպես որ այդ ազգ բանա գաղափարը պետք է փնտրել այդ միասնության մեջ եւ ոչ թե 1000 դրամներ սրա նրանից մուրալու ճանապարհով։ Բոլորից, ինչու՞ ծրագրերից։ Բոլորից, հա, չէ, բայց կան մարդիկ, որոնք չեն աշխատում, իսկ այդ երկրում պարզվում է նաեւ չաշխատող կոնտինգենտը բավականին շատ է եւ նրանք այսպես թե այնպես դուրս է գալիս, որ այդ կոնցեպտից դուրս են մնում։ Ուրեմն նրանք այդ 1000 դրամ եթե աշխատանք չունեն, չեն տալիս, իսկ այսօր Հայաստանում շատ ընտանիքներ աշխատանք չունեն։ Իսկ դրա մեջ չի խնդիրը, այդ 1000 դրամներով որևէ խնդիր չի լուծվում։ Եվ վերջին հաշվով զոհերը մենք բաժանում ենք տարբեր ժամանակաշրջանների վրա։ Հունվարի 28-ից, երբ որ գումարը պետք է հավաքվի, այն ժամանակ զոհվածները կստանան այդ արտոնությունները, իսկ դրանից առաջ մեր տված կորուստները եւ նրանց ընտանիքները պետք է չկարողանան օգտվել այս պահին այդ հնարավորությունից։ Դա կարծում եմ այդքան էլ արդարացի չի։ Հիմա արդարացիորեն էլի բոլոր 9 կուսակցությունները ասում են, եթե մենք ուզում ենք այս խնդիրը լուծել, ապա մենք պետք է կոռուպցիան դադարեցնենք, վերացնենք, հա, եւ բանակում եւ ընդհանրապես կոռուպցիան։ Բոլորը ասում են դա, այսինքն ոչ ոք օրիգինալ չի ասում, չի ասելով, որ կոռուպցիան պետք է պահպանել։ Ասում են, բայց չեն վերացնում։ Նշանակում է այդքան էլ ազնիվ չեն, որովհետև կոռուպցիան թափանցել է այնպիսի միջավայրի մեջ է հայտնվել, որտեղ արդեն նրանից հրաժարվել է այդքան էլ հեշտ չի, որտեղ նա շատ հաճելի հնարավորություններ տալիս մարդկային վատ արատները, ուրեմն էֆեկտիվ օգտագործելու, որպես ցոփ կյանք անցկացնելու, հեշտ հարստանալու որպես միջոց։ Այսօր շատերը մտնում են քաղաքական գործընթացների մեջ նպատակ ունենալով հենց կոռուպցիոն սխեմաների մեջ հայտնվելը։ Եվ պետությունը ինքը դեռ չի գիտակցում դրա վտանգավորության աստիճանը, որովհետև եթե գիտակցեր, վաղուց դա արմատախիլ արված կլիներ։ Եվ այսօր միայն խոսակցություններ, իսկ խոսակցությունները պարզապես շարքային քաղաքացիություն խաբելու համար են, որովհետև իրական կյանքում բոլորն էլ ամեն օր առնչվում են այդ երևույթի հետ եւ գիտեն, որ օրենքը գրված է, որպեսզի դրանով իրենք պաշտպանված լինեն, պաշտպանեն ինչ որտեղ նաև կոռուպցիայի մեջ ներքաշված մարդկանց ոչ թե հասարակ քաղաքացու։ Նոր կառավարությունը Կարեն Կարապետյանի այսպիսի նախաձեռնությամբ է հանդես եկել, որ քրեականացնել ապօրինի հարստացումը։ Դա կաշխատի թե չէ։ Եթե գործողության մեջ դնենք, աշխատի։ Բայց Կարեն Կարապետյանը դա անելուց առաջ պետք է որոշ ինչ որ մի օրինակի միջոցով ցույց տար, որ ինքը իրոք ուզում է դա անել։ Երբ որ նախկին հանցագործությունները այս օրենքով անտեսվում են, որ նախկինում արածը դնում ենք մի կողմ, սկսում ենք մաքուր էջը հիմիկվանից, նախկին արածները դրանք հսկայական միջոցներ են, որոնք տարվել են եւ դարձել են առանձնատներ, Հայաստանից դուրս եկած միջոցներ, հա, եթե պետությունը ինքը հետամուտ չի լինելու արդարության վերականգնումը նաեւ այդ ժամանակաշրջանների համար, այնպես որ այստեղ հավատը արդեն խզվեց, չի ստացվելու։ Բայց որ եթե կիրառեն, բայց բոլորը սպասում են այդ կիրառման մեկ օրինակի։ Առայժմ որևէ օրինակ տեսանելի, որ ցուցադրվի, որ այդպիսի ցանկությունը ոչ միայն ցանկություն էր, այլ նաև հնարավորություն է իրականացնելու, տեսանելի չի, ոնց որ նաև մարտի 1-ի ուրեմն հարցով հավաստիացումներ իշխանությունների, որ հեսա սպասեք, հեսա բացահայտում ենք։ Այդպես էլ դատախազները փոխվեցին, քննչական խմբի ղեկավարները փոխվեցին, բայց բացահայտման մասին որևէ տեսանելի շոշափելի առաջընթաց մեր հասարակությունը այդպես էլ չի տեսել։ Դրա համար հավատը գնում է դեպի անկում։ Դե մարտի 1-ին մենք խոսում ենք միայն մարտի 1-ին, կամ փետրվարի 28-ին, կամ 4 տարին մեկ, եւ հոկտեմբերի 27-ի մասին մենք խոսում ենք միայն հոկտեմբերի 27-ին։ Դրանից առաջ եւ դրանից հետո կարծես թե պետության համար այդ ամենացավալի իրադարձությունները ոչ մեկին չեն հետաքրքրում։ Հոկտեմբերի ես ասել եմ, մարտի 1-ին առաջին հերթին ամենաշատը պահանջատերը զոհերի հարազատներն են։ Եվ զոհերի հարազատներին պետք է տալ այնպիսի հնարավորություն, որպեսզի իրենք իրենց մեջքի հետևում զգային, որ իրենք մենակ չեն մնացել։ Այդպիսի հնարավորություն իրենց տրվել է մինչև 12-13 թվականը, երբ որ հասարակությունը ինքը ակտիվ մասնակցում էր բացահայտման պարտադրելու գործողությունների մեջ էր։ Հոկտեմբերի 27-ով էլ ես կարծում եմ, որ
անդադ հնարավորություններ է առաջանում ինչ որ տեղից ինչ որ տեղ հասնելու, որովհետև անդադ 27-ից առաջ եւ 27-ի ընթացքում հնչեցվում են տեսակետներ եւ փնտրվում է կազմակերպիչների ինչ որ խնդիր, բայց քանի որ քննչական խումբը ինքը գտնվում է այսպես սառեցված վիճակում, ինքը որևէ ակտիվ գործողություն նոր ինֆորմացիա հայթայթելու եւ իրացնելու առայժմ չկա, որովհետեւ դա լինում է մի դեպքում, երբ որ քաղաքական վախեր կան, նշանակում է ինչ որ մութ ուժերից վախենալու արդյունքում չեն ուզում ավելի խորանան եւ գնան այնտեղ, որտեղ որ մեր պետությունը հենց 27-ի հարցում ստացել է այդ հրեշավոր հարվածը։ Նախընտրական process-ի մասին դուք որևէ ձևով մասնակցում եք, ես ենթադրում եմ, որ ամենաշատ ընկերները դուք ունեք Հանրապետություն կուսակցությունում, դա անձնական ինչ որ նախասիրություն է, որովհետև Վազգեն Սարգսյանի եղբայրը այնտեղ է, թե նաև քաղաքական ինչ որ համակարծիք եք նրանց ծրագրերի հետ։ Նախ առաջին հերթին որտեղ իմ ընկերները այնտեղ հիմնականում իմ ընկերները գտնվում են այդ կուսակցության շրջանակում, երկրորդ այնտեղ որպես կանոն իմ տեսակետով այնտեղ մարդիկ են, որոնք չեն շեղվել իրենց ապրած կյանքի հիմնավոր կանոններից, երկրորդ այդ մարդիկ միշտ եղել են Վազգեն Սարգսյանի զինակիցներ, ինչպիսին նաև ես եմ, եւ նրանք մեր պետության ապագան ոնց տեսել են ինչ որ գաղափարների շրջանակում նրանք չեն փոխվել, մնացել են այդպեսին։ Ուրիշ բան, որ գնալով այդ մարդիկ քչանում են, եւ լավ կլինի, որ նոր սերունդը միշտ տեսանելի լիներ այդ մարդկանց անցած ճանապարհը ուղին, որպես օրինակելի անցած ճանապարհ եւ ինքնազոհողության պատրաստ տեսակ, որը որ այսօր էլ պատրաստ է ցանկացած խնդրի, նույնիսկ այս ծանր սոցիալական իրենց վիճակում խնդրի լուծման առաջնամարտիկ հանդիսանալ։ Եվ կարծում եմ, հենց ապրիլյան պատերազմը այդ օրինակը բարձ ցույց տվեց։ Ապրիլյան պատերազմի հենց օրերին թե Հանրապետության կուսակցության անդամներն էին շատ ակտիվ, որպեսզի գնան առաջնագիծ եւ կանգնեն զինվորի կողքը, թե Նիկոլ Փաշինյանը իր կուսակից ընկերների երիտասարդ ավելի կազմով, որ որոշակի օրեր անցկացրեց առաջնագծում, դա հիմք է տալիս մտածելու, որ այնտեղ այնուամենայնիվ մարդիկ են, որոնք իրենց հայտարարած կարգախոսները կփորձեն դարձնել իրականություն։ Ինչքանով կստացվի, դժվար ասել։ Ես ինքս անձամբ այդ մարդկանց աջակիցն եմ, նրանց ընկերն եմ եւ դրանով էլ կփորձեմ օգտակար լինել նրանց նախընտրական գործողություններին։ Ավելի լայն դաշինք արդյոք հնարավոր չէր, օրինակ, որ ելքին միանային նաև ՀԱԿ-ը կամ ազատ դեմոկրատներ, այսինքն մոտավորապես այն մարդիկ, որոնց իմ նման մարդիկ համակրում են, այսպես ասած, հա, նրանք միավորվեին մի դաշինքի մեջ։ Կարծում եմ հնարավոր էր, բայց դա պետք է սկսել այդ գործընթացը մի քիչ ավելի շուտ։ Երբ որ Դավիթ Հարությունյանը մշակում էր այս ընտրական օրենսգիրքը, բոլոր կուսակցությունները պետք է հասկանային, որ իրենք բոլորը կարող է հայտնվեն այնպիսի ծուղակում, որտեղ իշխանությունների դեմ պայքարելու որևէ մեխանիզմ չհասցնեն ձևավորեն։ Եվ պետք էր ավելի շուտ սկսել այդ գործընթացը, այդ բանակցությունները եւ գուցե ինչ-որ բան ստացվեր։ Այսօր ունենք այն, ինչ որ ունենք, եւ շատ դեպքերում պայքար է գնում ընդդիմադիր դաշտում ինչքան հնարավոր է ընդդիմադիր անվան տակ միավորները շատացնել, որպեսզի հետընտրական գործընթացները չլինեն վտանգավոր, եթե իշխանությունը որոշել է իշխանությունը պահի, նաև օգտագործելով ոչ միայն իշխանական ռեսուրսը, այլ նաև ինչպես միշտ օգտագործած այլ ռեսուրսներ, որոնք իրենց բնույթով նաև կոռուպցիոն բնույթ են կրում։ Իշխանությունը պահելու լավ տարբերակ ունի, որովհետև երկրորդ տեղում ըստ երևույթին ՀՀԿ-ից հետո կլինի ԲՀԿ-ն, որը առանձնապես ՀՀԿ-ից չի տարբերում, ինչ հարաբերակցություն կլինի, գուցե իշխանության համար դա կարևոր է, բայց քաղաքացիների համար առանձնապես կարևոր չէ։ Չէ, ոչ թե իշխանությունից չի տարբերվում, իշխանության համար ինքը վտանգ չի ներկայացնում։ Դա ավելի ճիշտ ձևակերպում կլինի, որտեղ բոլոր ուժերն էլ մեկը մյուսից տարբերվում են ինչ-որ բանով, եւ իրենց լիդերներով, եւ իրենց լիդերների ապրած կյանքով, եւ նրանց առօրյայով, եւ նրանց շուրջը համախմբված մարդկանցով, բայց ամենացավալին նա է, որ հստակ նպատակներ, որոնք մղված են մեր պետականության ամրապնդման, մեր երկրի հզորացման
շատ քչերը կարող են դրանով հպարտանալ։ Իսկ ընդդիմադիր դաշտի հստակեցումը կբերի նրան, որ մեր պետությունը այնուամենայնիվ ներուժ ձեռք կբերի ուժեղանալու եւ այսօր ես կարևորում եմ այս գործընթացների մեջ ոչ թե պարլամենտում հայտնվել կամ չհայտնվելը, այլ բացառիկ հնարավորություն է ստեղծվել կորցրած ընդդիմադիր դաշտը վերականգնելու, որովհետև երբ որ ընդդիմադիր դաշտը հանձնվեց բուրժուա դեմոկրատական հեղափոխության, այսպես դրոշի ներքո, այդ ժամանակ մենք կորցրեցինք ընդդիմադիր դաշտը ամբողջությամբ։ Եվ այսօր ինչքան էլ ասեն, որ գիտեք ինչ դրանք օբյեկտիվ պատճառներ ունեն եւ այլն, դրանք սխալ հաշվարկված քաղաքական ուրեմն զարգացումների բերեցին, որի արդյունքում մենք ընդդիմադիր դաշտը այսպես աղճատվեց։ Եվ դրա միավորման համար պետք է վառ ընդգծված լիդերի գոյություն կամ այդ լիդերի ստեղծումը պետք է գոնե հիմա հնարավորություն լինի այդպիսի մի լիդերի ի հայտ գալուն։ Բայց ասում եմ, իմ համար շատ ավելի կարևոր է ոչ թե պարլամենտում ինչ ուժեր կներթափանցեն, եթե իշխանությունը կարողանում է իր այսօրվա բնույթը եւ էությունը պահպանի, այստեղ կարևորը ոչ թե դառնում է նա թե 5 դեպուտատ սա կունենա, 10 նա կունենա, այնուամենայնիվ շատ կարևոր է, որ այս process-ի մեջ կձևավորվի այն ընդդիմադիր դաշտը, որը կդառնա արդեն իշխանությունը պահած իշխանական ուժին իրական ընդդիմություն։ Այսինքն այդ իրական ընդդիմությունը եթե լինի, դա պետք է փողոց դուրս գա հետընտրական Ես չեմ կարծում, որ միայն փողոցն է ընդդիմության գործը։ Ընդդիմությունը պետք է գործ անի։ Ոչ թե ինքը պետք է ընտրությունից ընտրություն ի հայտ գա եւ ասի սա է իմ կարգախոսը, այլ ժողովուրդը պետք է տեսնի, որ այս ընդդիմությունը այս 5 տարվա ընթացքում կամ այդ ընտրությունների տարանքում ինքը որոշակի գաղափարներ սպասարկում է եւ այդ գաղափարները նրանց հարազատ են եւ նրանք այդ գաղափարներից շեղվելու որևէ հնարավորություն չունեն, այսինքն այդ կուսակցությունները, որոնք խոստումներ են տալիս, այդ խոստումները պետք է հետևում լինի կատարված որոշակի գործ, բայց այդ դեպքում էլ իշխանությունները այլ բան են անում, հնարավորություն չեն տալի ընդդիմությանը, որպեսզի նա ունենա հնարավորություն միջոցներ, որպեսզի դառնա ոնց որ ամբողջ աշխարհում, որոշակի ռեսուրսի հնարավորությունների սահմաններում քաղաքական ուժ, որը որ պետք է հասարակության հետ մտնի ծրագրային փոխհարաբերությունների մեջ։ Այդ խնդիրը դրա մեջ է։ Այսօր այդպիսի հնարավորություն տրվել էր տարիներ շարունակ միայն Բարգավաճ Հայաստանին, եւ Բարգավաճ Հայաստանը այնուամենայնիվ ինչով է պայմանավորված նաեւ իրենց ընկալելի լինելը սոցիալական ինչ-որ շերտերի մոտ, որովհետեւ նրանք այնուամենայնիվ ինչ-որ բաներ են բաժանել մարդկանց այս մինչև նախընտրական տարվա սկիզբը, այսինքն գյուղերում, դա կլինի մթերումների տեսքով, տուկի թելերի տեսքով, բարեգործությունների տարբեր, ուրեմն անվան տակ տարբեր գործողությունների, բայց դա կատարվել է, դրա որոշակի PR լուրջ միջոցառումներ են եղել, բայց մի շատ կարևոր բան, որ հիմա երբ որ ընդդիմադիր շեշտադրումներ են խոսում այդ ուժերը, նրանց պետք է պարզապես մի հարց տալ, եթե այդքան վատ են այդքան քննադատելի են իշխանությունները նաև ձեր համար, այդ դեպքում նաև տնտեսական առումով, այդպիսի հարստությունները, ուրեմն երկիրը շատ լավ տնտեսական մեխանիզմներ ունի, որ կարան տարբեր անհատներ, միլիարդներ ստեղծեն, հա, բայց ասում են, որ տնտեսությունը շատ վատ է, եւ որ տնտեսությունը վատ է, դա տեսանելի է, որտեղ տնտեսությունը կենտրոնանում է մի քանի անհատների եւ նրանց ընտանիքների ձեռքը։ Այդ խնդիրը լուծելու համար հենց նույն իշխանությունները պետք է իրենց հայտարարած ծրագրերը դարձնեն իրականություն։ Բայց ժողովրդին անդադ այդ արանքում խափում են, ծրագիրը ասում են, լավ բաներ են ասում, թե ընդդիմությունը, թե իշխանությունը, բայց այդ գործողությունների մեջ իշխանությունը որպես կանոն միշտ ասում է եւ մոռանում է, երբ որ գալիս է պահ, ասում է դե չստացվեց, որովհետեւ գիտեք, մեր երկիրը գտնվում է պատերազմի մեջ, ռեսուրսներ չկան, այսպես, այնպես եւ այլն։ Մարդիկ էլ մոռանում են, դրամ էլ արդեն դարձել է ռեալ միակ գործողությունը, որ մարդկանց ստիպում են անել, դա ընտրակաշառքներից օգտվելը։ Հիմա դրա հնարավորությունները ունի ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, գուցե չգիտեմ օրո դաշինքը կամ ՕԵԿ-ը, մնացածը չունեն։ Չէ, չունեն։ Եվ հետեւաբար այդ 4 կուսակցություններն են ներկայացված լինելու։ Նայած թե Բաղրամյան 26-ում ում թույլ կտան, որպեսզի նայր ռեսուրսները մաքսիմալ օգտագործի։ Վերջին հաշվով ուրիշ բան է ռեսուրս ունենալը, ուրիշ բան է նաև ռեսուրսը քեզ կտան հնարավորություն ծախսելու, օգտագործելու։ Դու կարող ես փող ունենաս, բայց փենց որ փող ուզենաս բաժանես, քեզ կբռնեն։ Մեր եվապահ մարմինները ոչ թե շարժում են իրենց սահմանադրությամբ ձեռած ֆունկցիոնալ օրինական ուրեմն ճանապարհով, այլ իշխանությունները ինչպեսի հրահանգ իջացնեն երեկոյան, ասենք թե եւ դրանով է պայմանավորված նաեւ մեր բոլոր այն չբացահայտված թե հոկտեմբերի 27 թե մարտի 1, որովհետեւ դրանց հետևում ինչ որ ուժեր կարողանում են այսպես ստոպի բանը քաշել։ Հիմա
Այսինքն անիմաստ է, եթե դուք աջակցում եք ելք դաշինքին, ենթադրենք, դու աջակցում եք ձեր հնարավորությունների։ Անիմաստ է ելք դաշինքի պայքարը, որը փող չունի։ Ոչ, ելք դաշինքը լուծում է ամենակարևոր խնդիրը։ Ինքը փորձում է ընդդիմադիր դաշտը պարզաջրի, ցույց տա, որ ընդդիմությունը վերջին հաշվին այնտեղ մարդիկ են, որոնց կենսագրությունը տեսանելի է եւ ոչ մեկը չի կարող ասել, գիտեք ինչ, դու այս հիմա շատ են փորձում օգտագործեն, գիտեք ինչ, այդ տեսեք ձեր ցուցակում էլ կա նախկին վարչապետ, որը իշխանության մաս է եղել։ Խոսքը Արամ Սարգսյանն է վերաբերում։ Բայց մոռանում են ասել, որ Արամ Սարգսյանը իշխանության մաս չի եղել։ Ինքը եկել է միասնություն դաշինքի որպես կողմից նշանակված վարչապետ։ Եվ արդյունքում այդ ժամանակաշրջանում իրեն ոչ թե ինքը եղել է իշխանության մաս, այլ ինքը եղել է իշխանություն, որտեղ Վազգեն Սարգսյանը եւ Կարեն Դեմիրճյանը իրենք են ձևորել իշխանությունը։ Իշխանությունը Ռոբերտ Քոչյանը չի եղել։ Ռոբերտ Քոչյանը եղել է իշխանության մյուս թևը, ինքը եղել է հանրապետության նախագահը։ Բայց պարլամենտի մեծամասնությունը եւ դրա արդյունքում ձևորված կառավարությունը ձևորվել է միասնության դաշինքի քվոտաների արդյունքում, մեծամասնության արդյունքում։ Եվ Արամ Սարգսյանը դարձել է շարունակել է այ իշխանության գործընթացը։ Ուրիշ բան, որ իշխանության մյուս թևը օգտվել է այնտեղ եղած ինչ-ինչ խարդավանքներից եւ կարողացել է իշխանությունը վերցնել եւ միասնություն դաշինքը ըստ էության փոշիացնելով իշխանությունը ամբողջությամբ վերցրել իր ձեռքը։ Հիմա ուզում ասեմ, Արամ Սարգսյանը իշխանության մաս չի եղել։ Արամ Սարգսյանը եղել է լիարժեք իշխանություն։ Ուրիշ բան, որ այդ իշխանությունը պարտվեց Ռոբերտ Քոչյանի ուրեմն արած որոշակի քայլերի։ Հիմա թեստը, հա, ընդդիմություն լինելու։ Եթե քեզ թույլ են տալիս, որ դու բիզնեսով զբաղվես, խոշոր բիզնեսով, հա, եթե քեզ թույլ են տալիս, որ դու հեռուստատեսություն ունենաս, ուրեմն դու ընդդիմություն չես։ Հայաստանում այդպես է։ Եթե դու Ունեք ամեկը ոնց փակեցին։ Որը ընդհանրապես քաղաքական պայքարով չէ զբաղվում։ Չէ զբաղվում, բայց վտանգ էր իրենց ներկայացնում, որտեղ ուներ որոշակի ռեյտինգ։ Ամեկ պլյուսը լարավական դաշտի առաջամարտիկն էր, դեղին մայքեն իր ձեռքն էր։ Եվ Ռոբերտ Քոչյանը չէր կարող դա հանդուրժել, որտեղ մարդիկ ոնց որ հիմա ինտերնետում, Facebook-ում են պատտվում, այն ժամանակ առաջի լուրերի աղբյուրը, որ ուզում էին նայեն, մտնում էին ամեկ պլյուս։ Ամեկ պլյուսի լուրերը անհերքելի էր, որովհետև նա տալիս էր անաչառ լրատվություն, դա ձեռնտու չէր, դա ոչնչացվեց։ Հիմա հեռուստատեսություն եթե տալիս են ընդդիմադիր որևէ ընդդիմություն հայտարարած որևէ ուժի, անձամբ իմ մոտ լուրջ կասկածներ են առաջանում, որովհետև շատ լավ գոնե մենք գիտենք, որ մեր իշխանավորները ոնց են մտածում, ոնց է գրաքննության ենթարկում ամեն մի լուրը, ամեն մի նույն ընդդիմադիր Պետրոս Ղազարյանը, հայտնի նոր բացված կուսակցությունը Սերգեյ Դանիելյանի, որը շատ ժողովրդավարություն սկսեց վայելել, ինչպես արագ Պետրոսին ուղարկեցին կարճատև վարձակուրդ, որովհետև մինչև որ այդ բանը բորբոքվածությունը անցներ ինչ որ իշխանավորների մոտից։ Եվ վերջին հաշվով ես կարծում եմ, որ իշխանությունները նաև հետ են վերադարձրել իշխանություն մեր դեսպաններից մեկին, որպեսզի ինքը կարողանա վերահսկի ընդդիմադիր դաշտը եւ կարծում եմ արդեն իր մոտ շատ լավ հաջող ստացվում է։ Ձեզ շեդակում ու մասին է խոսքը։ Ես հասկանում եմ։ Facebook-ի ու կայքերի մասին դրանք ազատ են, հա, դրանք չեն գրաքննվում։ Բայց մխտռեցին նաև ֆեյքերով։ Հիմա այնքան ֆեյքեր են լցրել, այնպիսի անուններով, որ արդեն Facebook-ը որպես բան արդեն տեսանելի է։ Այստեղ մի հատ բան կար, ինչա ոնց է կոչվում, Արմենիա, Երևան, երբ որ արդեն կարդում ես, որ շատ վատ լուր, հենց հիմա, արդեն հասկացում եք, որ այստեղ ինչ-որ մեկի PR ուրեմն գործողությունների համար է ստեղծված։ Եվ այդպես բազմաթիվ այդպիսի Այսինքն Facebook-ը եւ կայքերը դրանք գործոն չեն նախընտրական պայքարում։ Գործոն են, որովհետեւ միշտ հասարակությանը հնարավոր է խաբել եւ խաբում են։ Խաբելու թե ճշմարտությունն ասելու նաև։ Եվ հասարակությունն էլ շատ դեպքերում ինքը այդ խաբկանքներին չի էլ իմանում, որտեղ է հումորը, որտեղ է խաբկանքը եւ որտեղ է ինքը պատրաստ եւ ուզում է խաբվել։ Արմ կոմեդին դրա համար շատ լավ օրինակ է, երբ որ միացնում ես արմ կոմեդին եւ նա այնտեղ Կարլ ունեն, միկրոֆոնը ձեռքին շատ հումորային հարցեր է տալիս, բայց մեր հասարակության բազմաթիվ մարդիկ այնպես շատ լուրջ այդ հումորին վերաբերում են որպես լուրջ ինչ-որ մի բանի եւ սկսում են իրենց անկապ տեսակետները շարադրել, որովհետև իրենք ուզում են էկրանի առաջ Երևան որպես լուրջ մտածող մարդիկ։ Բայց համացանցը կհամարում եք միայն սուտ բաների տարածման այդտեղ, նաև ճիշտ բաները տարածվում, բայց ես ուզում եմ որպեսզի ճիշտն ու բանը մեր հասարակությունը կապ պատրաստեն, որ կարողանա տարանջատի,
Որն է ճիշտ, որն է սուտ, ընդդիմության մեջ որն է իրական ընդդիմություն, դա անելու համար շատ հեշտ բան է, մի քիչ իրենց դժվարություն, իրենք պետք է գոնե տեսնեն, այս մարդը ինքը իր ապրած կյանքով արժանի է ընդդիմադիր կոչվելու, թե չէ։ Որտեղ ընդդիմադիրը երբ որ զրկանքներ չի կրում, բայց դառնում է այդ ընդդիմադիր գործունեության արդյունքում շատ մեծահարուստ, հասարակությունը հավատում է, որ այ ընդդիմություններ կարա այսպես փայլուն բան անի, բայց իրական պայքարով զոհությունների գնացող ընդդիմությունը ըստ էության միշտ հարվածների տակ է եղել եւ շարունակելու է լինել, քանի մենք մեր պետության հիմնական ձևաչափը չենք փոխել։ Քաղաքական ձևաչափի մասին է խոսքը։ Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Սիրելի բարեկամներ, իմ զրուցակիցն էր Մարտի 1-ի գործով փաստահավաք խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանը։ Մենք կհանդիպենք ուրբաթ օրը, ստեսյուն։